21-րդ դարը մուտք գործելով աշխարհ իր հետ բերեց բազում նորություններ, որոնցից ամենաարդիական էլեկտրոնային տարբերակն է տարբեր ոլորտներում, լինի կրթական, գիտական, հաշվապահական եւ այլն։ Այսօր մեր անդրադարձ էլեկտրոնային մատյանների գոյությանն է, որոնք փոխարինեցին թղթե մատյաններին։ Դասարաններ էջի մեջ կերևա այն դասարանները, որոնք որ դուք դասավանդում եք, օրինակ 12-րդ դասարանի կիսամյակները ամփոփելու համար սեղմում եմ կիսամյակներ կոճակը, որը նոր էր առաջացել, որտեղ, ինչպես տեսնում եք, կբացվի նոր պատուհան, որտեղից ես պետք է ընտրեմ առարկան, ասենք ֆիզիկա, եւ այստեղ մի փոքր սպասելուց հետո ինքը կմներ բեռնի էջը, որտեղ երևում են աշակերտները իրենց անուն-ազգանուններով, առաջի կիսամյակի գնահատականով, երկրորդ կիսամյակի գնահատականը ես պիտի պահպանեմ, որ տարեկանը պահպանվի։ Իմ կարծիքով էլեկտրոնային մատյանները մեծ առավելություն են սովորական թղթե մատյանների համեմատ, որովհետև այսօրվա դարաշրջանում ավելի արագորեն, ավելի հեշտորեն ծնողը կարող է տեղեկանալ երեխայի գնահատականների մասին։ Կարող է հետևել երեխայի դասացուցակին, եթե երեխայի մոտ նկատում է առաջադիմության անկում եւ այլն, ավելի արդյունավետորեն կարողանա կազմակերպել դասապրոցեսը երեխայի հետ, որպեսզի երեխան ավելի արդյունավետ, ավելի լավ սովորի դպրոցում։ Ու բացի այդ, իմ կարծիքով ամենակարևորն այն է, որ ծնողը լիարժեքորեն տեղեկացված է երեխայի գնահատականների մասին եւ այսօրվա ժամանակաշրջանում եւ ամենակարևորը ըստ այն է, որ ծնողը կարողանում է հետևել երեխայի գնահատականին եւ ավելի արդյունավետորեն կարողանա կազմակերպել երեխայի ուսումնական process-ի հետ մասնակցությունը։ Էլեկտրոնային մատյանը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները, առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով։ Էլեկտրոնային մատյանը հնարավորություն է տալիս արդյունավետ եւ տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների եւ ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը դարձնում է ավելի համակարգված։ Օնլայն մատյանների կիրառումը արդիական դարձավ 2020 թվականին COVID-19 համավարակից հետո, երբ դասապրոցեսն անցավ հեռավար տարբերակի։ Այդ ժամանակ մենք ծանոթացանք Teams ծրագրին։ Հեռավար դասապրոցեսը ավարտվեց, սակայն օնլայն մատյանները մինչև այժմ էլ կիրառվում են։ Նախ ասեմ, որ այս մատյանների շնորհիվ մենք կարող ենք տեսնել մեր երեխաների գնահատականները եւ պահպանվում է մեր կապը դպրոցի հետ։ Բացի գնահատականներից մենք կարող ենք նաեւ տեսնել երեխաների ներկան եւ բացական։ Շատ դեպքերում լինում է, որ երեխաները գնում են դասի, բայց չեն նստում դասի ու մենք տեսնում ենք ներկա եղել է թե ոչ։ Գնահատականը գալիս է հաղորդագրության ձևով, մենք մտնում ենք ու տեսնում ենք, թե տվյալ օրը ինչ գնահատական է ստացել մեր երեխան։ Էլեկտրոնային մատյանների կիրառման մասին դրական են արտահայտվում ծնողները, քանի որ նրանք հնարավորություն ունեն երեխայի դասապրոցեսին հետևել տանից, առանց դպրոց հաճախելու։